Բարի ողջույն, դեկտեմբերի 25, օրը 5 շաբթի, լուսինե 6 օրական և գտնվում է ջրհոս համաստեղությունում։ Անցյալ անգամ այդ ժամանակի ասելով մի քիչ ժամանակը սուղ էր, բայց ես ասեմ մինչև 26 թվականի մտնելը և հիմա ինչ լուսինը որ մի կենդանակերպում է գտնվում, այդպես էլ ամբողջ 26 թվականի տվյալ ամիսը հիմա ջրհոսում ենք։ Վաղը մյուս օրը կմտնենք ցուրտ։ Ջրհոսը հունվարի 22-ից սկսվում է մինչև 19 համարյա, այսպես ասենք, փետրվարի, որտեղ 1-2 օր ես կոմենքում լինում է։ Հետո կմտնենք ցուկ 19-ից մինչև մարտի 20-21, արդեն հիմա որ վաղը լուսինը կլինի ծկանմիջ, այդ նույն կենդանակերպն է գնում։ Սա ինչ է նշանակում, քանի որ հաջորդ տարի մեկն է թիվը, ամեն մարդ իր անհատական ամեն մարդ ինքը իրանով ամեն ինչը տնելու, եսի պաշտպանության տարին է համարվում ու զոհաբերությունները ստրկական վիճակը վերջանում է։ Դրա համար ով իրեն ինչպես պայեց հատկապես որ փետրվարի 17-ը արևի խավարում է լինելու ամսի 3-ին էլ մարտի լուսնի խամարում, հնի ջնջում նորից սկիզբ, նայած դու ինչպես կդնես քո ամեն ինչը, հենց իմիկվանից սկսվում է դա, հենց այսօրվանից։ 6-րդ լուսնային օրը բոլորին հնարավորություն է տալիս հասկանալու իրենց կյանքի իմաստը և տեսնելու ապագան, դա փետրվարին կտեսնում եք նայած դուք ինչպես եք ստեղծելու դա։ Այսօր մեծ քանակությամբ տեղեկատվություն է գալիս, բայց կարևոր է այն զտել, որովհետև չարությունը տարածողը տգիտության նշան է, լավ հիշեք, բոլոր չարություն տարածողները, որ Հայաստանի վատ վիճակ չի լինելու, հանեք ձեր գլխից, Հայաստանը անկում չի գնում, Հայաստանը բարձրանալու, այդ մարդիկ տգետ են, ուզում է 10 հատ մեդալ ունենա։ Այսօր բոլորը կարող են դառնալ իրենց ապագայի կանխատեսողը, կարող են ի հայտ գալ անցողիկ տեսիլքներ, վառ պատկերներ, որոնք երկար ժամանակ կմնան ձեր հիշողության մեջ։ Ավելին այս օրը դուք կարող եք հանկարծ հասկանալ, թե ինչու են տեղ ունեցել որոշակի իրադարձություններ և տեսնել դրականը տհաճ իրավիճակներում։ 6-րդ լուսնային օրը շատ հարմար է գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների և փորձարկումների համար, քանի որ հաջորդ տարի նոր տեխնոլոգիաներ են լինելու։ 6-րդ լուսնային օրը նույնպես ամենաագահները պատրաստ են իրենց գումարը տրամադրել կյանքում ավելի քիչ բախտավորներին օգնելու։ Տեսնենք, համբերատարությամբ սպասենք։